Մետրոյի նրա խոսելաձևը արցախցի կնոջ է եւ ոչ միայն արդյոք հայ տղամարդուն հարիր է կնոջ հետ այդպես խոսի։ Իհարկե ոչ։ Իսկ թվում է այդ վիճակը առաջացել է սոցհարցումների արդյունքում։ Ինքն էլ արդեն զգում է, որ ժողովուրդը բացական տրամադրվածություն ունի։ Ասենք ամեն օր հիմա ասում են, ասենք Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, ասենք։ Ո՞ս կարող է այդպես բան լինել։ Ո՞ս կարող է, ասենք, Հայաստանի անվտանգության երաշխավորը ուժեղ ղեկավարը պետք է լինի, որ լավ բանակցել իմանա, բանակցությունների ժամանակ ճիշտ հարցադրումներ անի, ոչ թե 300,000 թուրք բերի ստեղ բնակեցվելու, իսկ Արցախից բռնի ուժով տեղահանվածները, ասենք իրաց տնից կարոտ մնան, գերեզմանից կարոտ մնան, ասենք իրանք չեն իմանում իրանց հարազատների շիրիմներին այցելել։ Այդ մարդիկ ամեն ինչը դրել են, որ այստեղ փող կտանք, տուն կտանք, տան վարձը կտանք, ամեն ինչ կարան տան, բայց ասենք այդ մարդկաց կարոտը, ամեն ինչ չեն կարող փոխհատուցեն։ Ամեն ինչ չի, որ փողով կարան փոխհատուցեն այդ մարդկանց, այդ մարդիկ լուրջ բաներ են թողել ընդ։ Մանկություն են թողել, վերջը հարազատների շիրիմներ են թողել, ո՞ս կարող են այդ փողով փոխհատուցել։ Հայ տղամարդուն ոչ, բայց իրոք հայ տղամարդ են դրանք։ Կարելի է այդպես բան։ Դել հերոսի աղջկան։ Եթե մի մարդ ամոթը կորցրած, ստախոս, աբուրը կորցրած, անաբուր սրիկայի մեկը, ուրիշ հայվաններ կտամ, ապսես դուք հակադար սերի անձեք, թե չեմ պիտի հայվանքներ կտայի։ Նա սրիկա է, ստախոս, խաբեբա, սրիկա, հիստերիկ, շիզոֆրենիկ, իհարկե կնշեցուն կարելի է այդպես խոսել։ Միջը վարչապետը հարգանք չունեն իր ժողովրդի նամանավանդ կինարմատի նկատմամբ։ Ես հիշում եմ ոչ թե նյարդայնում, այլ ջեյժել։ Ահա հոգեկան հիվանդ է, ուրիշ ոչի բան։ Ոչ թե մետրոյում, նույնիսկ անցած անգամ ժուրնալիստային կնոջը որ ասած պետք է լի ՊՊՍ-ն քեզ էլ կտրորի կանցնի։ Դա բանի ղեկավարի, ասենք մակարդակին բան չէ, եթե ղեկավարը մեզի պետք չէ։ Զինել կին արմատ ժուրնալիստին էլ է մետրոյին չեմ ասում, բայց ժուրնալիստին դու ասես պետք է լի ՊՊՍ-ի հենց հիմա կանչեմ, բանանեն կատոկեն էթան, հələ ուրիշ ձևով ասած, եթե ես ձև եմ հիշում։